փափուկ շերտեր, համեղ կրեմ, լիքը ընկույզ ու հիշվող համ։ Շատ բարի օր բոլորին, այսօր տղամարդու իդեալ ենք թխում։ Անչափ ստացված բաղադրատոմս է, այս բաղադրատոմսով մայրս է պատրաստել հեռավոր 80-ականներին։ Բաղադրիչների քանակը այնքան ճիշտ է ընտրված, որ ավելացնելու կամ փոփոխելու ենթակա չէ։ Հուսամ կարողանում եմ էկրանից այն կողմ ձեզ փոխանցել այս փափկությունն ու համը։ Շքեղ է։ Պահպանեք բաղադրատոմսը, որպեսզի չկորցնեք, իսկ մենք սկսենք պատրաստել։ Խմորի համար պահանջվող բաղադրիչներն են 6 ձու, 1 թեյի բաժակ շաքարավազ, 2 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ կոնյակ, 1 թեյի գդալ սոդա, 1 թեյի բաժակ ընկույզ, 3-ից 3.5 բաժակ ալյուր։ Ես կրճատել եմ բաղադրիչների քանակը, քանի որ թխելու եմ փոքր տապակով։ Դրա համար էկրանին կտեսնեք իմ պատրաստածի չափաբաժինը, բայց նկարագրությունների բաժնում կթողնեմ ամբողջական բաղադրատոմսը։ Առաջին հերթին ձուն լավ հարում ենք շաքարավազի հետ, մինչև սպիտակի ծավալով մեծանա, ինչպես ես եմ սիրում ասել, փքուն զանգված դառնա։ Այս էտապում ավելացնում ենք մեղրն ու կոնյակը և կրկին հարում ենք, բայց ոչ երկար։ Մի քիչ հարելուց հետո մի կողմ ենք դնում հարիչը և մի քանի ավելացումով, մաղելով լցնում ենք ալյուրը։ Ալյուրի հետ լցնում ենք նաև սոդան և բոված մանրացրած ընկույզը։ Ընկույզը կարող եք չբովել, բայց կարծում եմ բոված ավելի համեղ է։ Խառնում ենք զգույշ, վերից վար շարժումներով, փայտե կամ սիլիկոնե գդալի օգնությամբ։ Ալյուրը լցնելուց հետո ոչ մի դեպքում չխառնեք հարիչով, որովհետև խմորը կնստի։ Ստացվում է միջին խտության քսվող խմոր։ Նայեք ինչ շքեղ է։ Ընտիր։ Ահա այսպիսին պիտի լինի խմորը։ Բաժանում ենք 3 մասի, կարող եք օգտվել կշեռքից կամ, ինչպես ես, գործի դնել աչքաչափը։ Ջեռոցի տապակը պատրաստում ենք, յուղաթուղթ ենք փռում, ես 4 եզրերից կտրվածք եմ անում, որպեսզի ավելի կոկիկ լինի։ Խմորը տարածում ենք և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում վերև-ներքև ռեժիմով մոտ 10 րոպե։ Պատրաստ լինելը կարող եք ստուգել չոփիկով։ Մինչ կթխվեն շերտերը, պատրաստում ենք ամենահամեղ կրեմը, որի համար անհրաժեշտ է 200 գրամ կարագ, 1 հատ եփած խտացրած կաթ, 1 թեյի բաժակ ընկույզ, վանիլին, կոնյակ։ Հարիչի ամանի մեջ դնում ենք փափուկ սենյակային ջերմաստիճանի կարագը, ավելացնում ենք վանիլինը, հարում ենք մինչև սպիտակի, կրեմատիպ զանգված դառնա, ապա գդալ ավելացնում ենք եփած խտացրած կաթը և յուրաքանչյուր ավելացումից հետո լավ հարում ենք։ Չենք մոռանում ընթացքում ամանի պատերը մաքրել թիակով։ Խտացրած կաթից հետո ավելացնում ենք կոնյակը, էլի հարում ենք, իսկ վերջում ավելացնում ենք մանրացրած ընկույզը և արդեն խառնում ենք ոչ հարիչով, գդալով։ Ահա այսպիսի կրեմ պիտի ստանանք։ Կրեմը պատրաստ է, շերտերը թխված են, հավաքում ենք տորթը։ Ես ջեռոցի տապակի հակառակ երեսին եմ դնելու, դուք կարող եք սկուտեղի վրա հավաքել։ Թխված շերտերից մեկի վրա տարածում ենք կրեմի 1/3 մասը, դնում ենք երկրորդ շերտը, փոքրիկս այլևս չէր համբերում և թխված շերտերի եզրերից համտեսում էր կազմակերպել ձեռքի հետ։ Տարածում ենք կրեմի հաջորդ չափաբաժինը, ծածկում ենք 3-րդ շերտով, որը նույնպես կրեմապատում ենք և վերջ, ձևավորում ենք տորթը։ Ես ձևավորել եմ քերած շոկոլադով, դուք կարող եք ընկույզով ձևավորել կամ տորթի փշրանքներով։ Որպեսզի համերը բալանսի գան, կտրված շերտերն էլ ավելի գեղեցիկ ու կոկիկ լինեն, տորթը մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան, ապա նոր կտրում ենք։ Քանի որ տնեցիներս անհամբեր սպասում էին այս համեղագույն տորթին,
Սառնարանում ես երկար պահել չկարողացա, 1 ժամից կտրել եմ և վայելել ենք 1 բաժակ սուրճի հետ։ Դուք էլ պատրաստեք, հիացրեք ձեր հարազատներին, վայելեք 1 գավաթ թեյի կամ սուրճի հետ։ Ի դեպ, շատ գեղեցիկ մատուցման տարբերակ է ելակով մատուցումը, անպայման փորձեք։ Շատ լավ օր եմ մաղթում բոլորիդ, բաժանորդագրվեք, հավանեք տեսանյութը, իսկ մենք դեռ կհանդիպենք։ Ցտեսություն։